Չգիտեմ։ Ոնց երևում է դուք էլ։ Բալես։ Բալես, արի հանգիստ նստենք, խոսենք, բոլորս էլ հասուն մարդիկ ենք։ Հասուն մարդիկ ենք։ Պիտի պինդ մնանք, առանց էմոցիաների։ Հասուն մարդիկ ենք։ Պիտի կանգնենք ու առաջ գնանք։ Հասուն մարդիկ ենք։ Պիտի չլացենք։ Ձեզնից որ մեկը իմ այս պիտի ասի մոռացի ես ամեն ինչ ու առաջ քայլի։ Չեմ ուզում։ Ստիպելու եք։ Բալես, խնդրում եմ, արի դու հիմա մեղավորներ ու անմեղներ մի փնտրի։ Հիմա մեզ ոչ մի բանով չի օգնի։ Ինչի։ Հասուն մարդիկ ենք։ Ասելու ես չգիտեիր։ Նոր ես իմացել։ Աննայի դեմ կռիվ տալը դել զուգադիպություն էր, չէ՞։ Թե դու չգիտեիր։ Ամեն անգամ սոսի տուն գնալուց ինձ պատե էիր տալիս։ Հասուն մարդիկ ենք։ Հասուն։ Եկեք անկեղծ խոսանք։ Ինչի միջև հիմա ես ու Աննա Բագրատովնը չգիտեինք ճշմարտությունը։ Չի։ Վախենում էիր քեզ կլքեմ ման։ Կմտածեր, որ ես ու դուք
Ինձ ամեն ինչ սկզբից կպատմեք։ Ես չեմ ուզում, որ դու ինչ-որ մեկին մեղադրես։ Հետ ես կորոշամ։ Մեր պատմությունը սկսվել է հենց վերջին զանգի օրը։ Ես ու Սոսը սիրում էինք իրար։ Մեր վերջին զանգի ժամանակ ինքը բոլորի ներկայությամբ ծնկի եկավ իմ առաջ ու ամուսնության առաջարկություն արեց։ Այդ պահին դահլիճի դուռը բացվեց ու Միքայելը մտավ ծաղիկները ձեռքին ու տեսավ մեզ։ Միքայելը ինձ շատ վաղուց էր սիրում։ Ու իր համար ընդհանրապես նշանակություն չուներ, որ ես իրան չեմ սիրում։ Բայց ես ուզում եմ, որ դու ճիշտ հասկանաս։ Չեմ ուզում մտածես ես ու քո հայրը անխելք երեխեք ենք եղել ու չենք հասկացել ինչ ենք անում։ Ես ու քո հայրը իրոք սիրել ենք իրար։ Ու մենք չէինք պատկերացնում, որ այս աշխարհում երբևէ որևէ բան կարող է մեզ բաժանել։ Չեմ ուզում մտածես, որ դու պատահականության ծնունդ ես։ Ուզում եմ, որ իմանաս դու շատ մեծ սիրո ծնունդ ես։ Սոսին տանում էին բանակ ու հետո ես իմացա, որ հղի եմ։ Ինձ ասեցին, որ Սոսը մահացել է։ Հայրս էլ խայտարակությունից խուսափելու համար ինձ ստիպեց, որ ամուսնանամ Միքայելի հետ։ Ես հենց ամուսնության առաջին գիշերն եմ Միքայելին ասել, որ հղի եմ։ Մտածում էի, որ կհրաժարվի ինձնից։ Մտածում էի, որ ինձ հետ կուղարկի տուն։ Բայց ինքը չհրաժարվեց։ Դու ժամանակից շուտ ծնվեցիր։ Ինձ ասեցին, որ հիվանդ ես։ Ասեցին, որ չես ապրել, որ մահացել ես։ Բայց իրականում ինքը քեզ գողացել է ինձնից։ Ինքը քեզ վերցրել ու տվել է Ավագին ու Վիկտորիային։ Ես մեր պատմությունը։ Ձեր ասածը ուղղակի բարբարոսություն է։ Ոնց ես կան ժամանակ չենք հասկացել ճշմարտությունը։ Ինչի պիտի չմեղադրեմ ես ինչ-որ մեկին։ Որովհետև հիմա այդ մեզ ոչ մի բանով չի օգնի։ Հերին ինձ խոստումներ էր տալիս, ես էլ հավատում էի։ Գիտեմ։ Ես էլ մի կողմ, ինձ մի տարի աճանաչում։ Բա դուք ձեզ մի ամբողջ կյանք աճանաչում, որ ձեզ խաբել է, ես ով եմ, որ ինձ չխաբեր։ Ու հələ այդ հիմար պատմության համար էլ ձեզ չեր ներում։ Սպասում էր, որ պիտի ընկնեք ոտքերը աղաչեք։ Արի չխոսենք դրա մասին։
Արե մենակ իմ ու քո մասին խոսենք։ Բայց ինչ, ասեմ ուրախ եմ, թե տխուր։ Չգիտեմ ինչ խոսամ, որ հետո իրարից չհիասթափվենք։ Մենք համարյա ամեն օր իրար տեսել ենք, իրար գրկել ենք, հասել ենք, որ սիրում ենք, իրար հետ մեր գաղտնիքներից ենք խոսել, բայց բարձվում է ամենամեծ գաղտնիքը մեր գլխավերևում է եղել։ Մեզ խփել են։ Ու այդ ամեն ինչի մասին բոլորն են իմացել։ Բոլորը բացի ինձնից, ձեզնից ու սոսից։ Միակ բանը, որ ես հիմա ուզում եմ, ալես ուզում եմ քեզ գրկեմ։ Մեկի ջրի խադրեմ, հա? Դու չես պատկերացնի, ես ինչքան եմ երազել ես պահի մասին։ Կներես ինձ, աղաչում եմ բալես կներես։ Կներես, որ այսքան տարի ես քո կողքին չեմ եղել։ Ես ուզում եմ մենակ մնալ, մենակ։ Շախուցներ, դուրս եկեք, հալա, Հանգստանաց, կարող է նույնց վատանաց, պապ, ուր եք, պապ, հանգստացի, արի գնանք, էլի, խնդրում եմ քեզ, ուր եք, դուրս եկեք, շախուցներ, պապ, արի հանգստացի, էլի, կվատանաց նույնց, խնդրում եմ, հանգստացի, Եկ կար թշվար, Մի հատ քեզ գնա այլումը շնայի։ վախկոտ կենթանի, ինձ լիկվիդացիր, հերիք չի երեխուս է լիկվիդացիր, որ հասնես Աննայի սիրուն,
Սաղ կյանքը տաննայի սերն ես մուրացել, ու տենց մուրած կանել մնացել ես։ Խորհուրդ չեմ տալիս Արոն, ձեռդ քաշի։ Քեզ ոչ ոք չի բրկելու, իմ ձեռով ես սատկելու։ Իմ ու երեխուս ամեն չապրած վարկյանի, ժամի, օրվա համար պատասխան ես տալու։ Շախունցներիդ վառելու եմ։ Չեք կանգնել, ես մարդուն լուսկի տվեք, թող վառի, եթե սիրտը կրակ է ուզում։ Այսօր աղջիկս կիմանա ճշմարտությունը, կիմանա ով ես դու, ում տունը հարս եկել։ Պապ, խնդրում եմ հանգստացեք։ Երեխուս դուրս բերեք ես տնից, շուտ արեք։ Վախտդ բերել է, որ համբերատար հանդուրժում եմ քեզ, որովհետև հոգնած եմ։ Իմ աղջկան ես տանը ձեր կողքին չեմ թողնի։ Անգելինան գիտի ճշմարտությունը։ Ու ինքը ես տանը չի։ Լսեցիր, պապ, հանգստացի։ Ես չեմ հավատում։ Լսի քո պրոբլեմն է։ Կարաս աթորը դնես, նստես դրան տակ։ Պապ, գնացինք։ Արի, խնդրում եմ, գնացինք։ Մենք հանդիպելու ենք։ Ու դա լինելու է մեր վերջին հանդիպումը, հիշի, շախունց։ Մերդ ամեն ինչ գիտի։ Ու ատում է քեզ։ Քո հետ միասին նաև ինձ։ Ավելի լավ է մի հատ ասա Անգելինան ոնց ընդունեց։ Ոնց պիտի ընդուներ։ Թողեց գնաց։ Մի անհանգստացի։ Ինքը քեզ չի թողնի։ Արդեն թողել է։ Ու եթե հանկարծ ես իրան չվերադարձրի, դու էլ իմ կյանքում տեղ չես ունենալու։ Դու իրոք մտածել ես, որ
Այս ամեն ինչն իմանալուց հետո ես ձեզ պիտի մոռանամ։ Ախենում է։ Այդ մտքից խելակարնում է։ Ու ես հիմա արդարացնում հա ձեր չասելը։ Չգիտեմ։ Հիմա էլ ես վախենում։ Շատ։ Ուրեմն ես քեզ շատ եմ սիրում։ Դու իմ համար ամենակարևորն ես։ Այս բառերը քո համար արժեք չեն ունեցել։ Դու ինձ պետք է հասկանաս, խնդրում եմ։ Բա ինձ ով պիտի հասկանա։ Իմ դրության մեջ ով պիտի մտնի, ով պիտի կանգնի ու իմ հետ հավասար անցնի այս ամեն ինչի միջով ապրի այս ամեն ինչը ով։ Բոլորը ձեր լռելով ինձ մենակ եք թողել։ Մենակ։ Եկել եք գրկել եք, սիրո խոստովանություն եք արել, բայց ինձ մենակ եք թողել։ Չի է սա սիրությունը։ Ոնց կարելի է սենց վարվել այն մարդու հետ ում սիրում ես, ոնց ես չեմ հասկանում այդ ինձ սիրելու ձևը։ Բալես ես ուղղակի վախենում էի, որ քեզ վերջնական կկորցնեմ ու դու ինձնից շատ կհեռվանես։ Ուզում եմ մենակ մնամ։ Ոչ մեկիդ չեմ ուզում տեսնեմ։ Ոչ մեկիդ։
Ոնց ես։ Վերադարձանք սկզբնական կետին։ Դու պիտի զանգես, ես էլ լացելով պատասխանեմ։ Թող խոսամ անգել։ Լսում եմ։ Դու գիտես, որ ջան ուզեցել քեզ վնասեմ։ Ու շատ լավ գիտես, որ մեռնելու աստիճան սիրում եմ քեզ։ Հետո էլ այն, որ չեմ կարող մարածիս համար արդարացում գտնում։ Չգիտեմ քեզ ինչ ասեմ։ Ուղղակի ուզում եմ, որ ներես ինձ։ Վերջ։ Տենց մի վարվի հետս։ Ես քեզ խղճում եմ, հայրի։ Դու հորդ տեսակի գերին ես։ Ես խղճում եմ այն մարդկանց, ովքեր կոլ են գնում իրանց տան գարշահոտին։ Դրսից նայում ես, տեսնում ես, որ ինքը հետ տան լույսն է։ Բայց այդ լույսը մեկ-մեկ աչքերը ցավացնում է։ Ունենց, որ էլ չես էլ ուզում նայես։ Ես քո պես տղաներին խղճում եմ, որ սեփական եսին դեմ են գնում։ Որովհետև իրանց համոզել եմ, որ տան ճրագը մենակ տաքացնելու համար չի։ Նաև պիտի վնասի, վառի ու ցավացնի։ Ես քեզ այսքան սիրեմ, նվիրվեմ, իսկ դու սենց վարվես իմ հետ։ Խաբես, ցավացնես, վնասես, ինչի համար, ես քեզ ինչ էի արել, հերի։ Ես բոլորին դեմ գնացի։ Ու չասես, չեմ ուզում լսեմ, որ դու էլ ես դեմ գնացել, դու էլ ես պայքարել, դու էլ ես իմ համար արել, չեմ ուզում լսեմ, որովհետև հետ նայի ու տես, որ այդ ոչ մեկին պետք չեկավ։ Նա ինձ ու քեզ։ Նա ինչ վիճակում ենք մենք։ Ես քեզ ատում եմ, հայրի։ Քեզ ու քո սզվելի պապային ատում եմ։ Արդեն գիտես։ Ես հենց իմացա զանգեցի քեզ։ Չպատասխանեցիր։ Հետո այս անխիղճները հեռախոսը ձեռքիցս վերցրի։ Դուռն էլ փակեցի վրաս։ Չգիտեի ինչ անեմ։ Ես քեզ հավատում եմ, Արգուր։ Բայց ամենավատը նա, որ պապայից ու Լիլիթից էլ եմ հավատում, որ կարող է տենց բան անել։
Անգելինան գիտի։ Երեխուն ասել ես։ Շոկի մեջ է երեխես։ Խնդրեց, որ իրան մենակ թողնեմ։ Ես էլ եկել եմ Դավիթից վերցնեմ գնամ։ Ես չեմ իմացել։ Հավատում ես չէ։ Հավատում եմ քեզ իմ լավ օրգուր։ Հա, բալես։ Ոնց ես։ Ես քեզ ասելու բան ունեմ։ Ասա, բալես լսում եմ։ Իմացի, որ բացի նրանից, որ դու հայր չես, դու նաև մարդ չես։ Ամբողջ կյանքում բոլորիս փողի համար ծախեցիր։ Ինձ Միքայելին ծախեցիր, երեխուս գաղտնիքը ծախեցիր, Լիլիթին սոսին ծախեցիր, գոնե հիմա, Անգելինայի մասին իմանալուց մեղքերդ քավեիր, գոնե գայր ասեիր, որ գոնե մի փոքր քեզ ներելու տեղ ունենայի, բայց չէ, քո համար էլի ամեն ինչից վեր փողներ, Դու ամբողջ կյանքում քո շուրջը բացի փողից ուրիշ ոչ մի բան չտեսար։ Ես պիտի գնամ Արյուն հանձնեմ։ Ես չեմ կարող քո աղջիկը լինել։ Դե բա ով երեխուն ուրիշին տա։ Ով դրա մեղավորը դառնա։ Բա ոնց կյանքի դրվածքն է։ Որ քուր երեխուն կիչացնես, մենք գնանք։ Ես հիանում եմ քեզնով։ Գուցե այ հենց քո նման հիվանդակին սիրելն է ճիշտ։ Ուղղակի ես դեռ չեմ հասկանում։ Ես չգիտեմ քո համար ինչ է պահված։ Բայց իմ բաժինատելությունից ես քեզ հենց այս պահից սկսած ազատում եմ։ Կներես, նույնը չեմ կարող անեմ։ Ոչինչ։ Բայց զգուշ եղի։ Հենց դրա համար եմ ասում։ Ես չգիտեմ քո այս զոհաբերությունները հետո ոնց կհատուցվեն։ Ես չգիտեմ դու ինչի կարժանանաս։